ինչ նկատի ունեք։ Ընտրել եմ այն անձանց, ում կցանկանամ տեսնել խորհրդանում, ում կցանկանամ տեսնել կառավարության կազմում, այդպես։ Կատարված աշխատանք, հմտություններ մասնագիտական, պրոֆեսիոնալիզմ եւ արդեն իմ աչքի առաջ եղած իրենց գործունեությունը, ինչպես են իրենց դրսևորել վերջին տարիներին։ Շատ լավ։ Չնայած Հայաստանում խոսում է խաղաղության մասին, խաղաղության օրակարգի մասին, ասում է այլևս չի լինելու պատերազմ, բայց Ադրբեջանը շարունակում է նախապաշտպանների լեզվով խոսել։ Հարցազրույցում Ֆրանսիայի լրատվամիջոցին տված Ալիևը խոսում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պետք է սահմանադրությունը վերջնականապես փոխվի, այլապես անհնար է։ Այս պարագայում, երբ որ Ադրբեջանը Ալիևը էլի վերջնագրեր է մեզ ներկայացնում, դա վստահելի խաղաղություն է։ Շնորհակալ եմ նախարարի համար, ես պետք է ասեմ, որ հարցազրույցներ նայելիս մենք պետք է այդ հարցազրույցներին ամբողջական նայենք, այսինքն բոլոր թեզերը լսենք։ Դուք կենտրոնանում եք միայն այն թեզերի վրա, որոնք կարող են բացասական ընկալում ունենալ, ինչը հասկանալի է իհարկե մեզ համար, բայց նաև այն դրական ազդակները, որոնք որ նույնպես հնչում են, եւ այդ նույն հարցազրույցը, որի մասին դուք խոսում եք, այնտեղ այդ ազդակները նույնպես եղել են։ Եթե նկատել եք, նաև խոսվում է այն մասին, որ մեր մեջ հաստատված է խաղաղություն, որ այս առումով մենք պետք է մենք ունենք բավականաչափ անելիքներ եւ բավականին պոզիտիվ նոտայով է ըստ էության ներկայացվում վերջին շրջանում երկու երկրների միջև ունեցած այդ խաղաղության առումով ձեռքբերումը։ Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ սրա վրա մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք, քան բացասական ազդակների։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, դա մեր այո, ես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ եմ եւ սահմանադրության փոփոխությունը մեր ներքին օրակարգն է եւ դա նոր օրակարգ չէ։ Մենք հոգնել ենք կրկնելուց, որ սահմանադրության փոփոխության մասին, անհրաժեշտության մասին մենք խոսել ենք 18 թվականից եւ 19 թվականի դատաերավական բարեփոխումների ռազմավարության մեջ գրել ենք, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Դրա հիման վրա 20 թվականի սկզբում ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի աշխատանքները ցավոք ընդհատվել են պատերազմից հետո, հասկանալի պատճառներով հետո 21 թվականի նախընտրական տուրբուլենտ շրջանում բնականաբար աշխատանքները այդ ուղղությամբ չեն կատարվել, որովհետև քաղաքական ողջ համակարգում քաոս էր տիրում եւ սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը կատարելապես իռելևանտ էր այդ շրջանակներում։ Չնայած այդ ժամանակ նաեւ հիշում եք քննարկումներ կային կառավարման ձևի փոփոխության նպատակահարմարության, այսինքն քննարկում կար, բայց բուն աշխատանք այդ ուղղությամբ չէր կատարվում։ Ընտրություններից հետո արդեն 21 թվականի ընտրություններից հետո արդեն նոր բարեփոխումների, սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ ձևավորվեց եւ 22 թվականի մարտից, եթե չեմ սխալվում, արդեն քննարկումները այդ խորհրդում տեղի են ունենում եւ մենք աշխատում ենք սահմանադրական բարեփոխումների շուրջ եւ նոր սահմանադրության տեքստի վրա հիմա էլ յուրաքանչյուր ուրբաթ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ է գումարում եւ քննարկում է, թե ինչ դրույթ պետք է, ինչ դրույթ ենք մենք կարծում, որ պետք է նոր սահմանադրությունը իր մեջ ներառի։ Այսինքն այս աշխատանքները մենք արել ենք տարիների ընթացքում եւ սրանք մեր ներքին օրակարգն է։ Դուք ինչ գիտեք, ինչ կար եւ ինչ չկար։ Դուք որը մենք այն ժամանակ հիմնական խնդիրը, որի շուրջ խոսել ենք, հետեւյալն է, արդյոք անհրաժեշտ է կառավարման ձևի փոփոխություն, այսինքն հետ դարձ դեպի կիսանախագահական ձևի թե ոչ, այսինքն հիմնական առանցքային կետերի շուրջ քննարկում այն ժամանակ հրապարակային եղել է, ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հիմա նույնպես այս շրջանում դրան չի էլ անդրադարձել, եթե ասում եք այն ժամանակ չէր քննարկում, հիմա էլ չի քննարկել։ Եվ տեսեք ինչի մասին է խոսքը։ Մենք գրում ենք սահմանադրություն, նոր սահմանադրություն, եւ բնականաբար մենք հիմա խոսում ենք այն մասին, թե ինչ պետք է լինի սահմանադրության մեջ։ Այդ է, եւ ես նորից եմ ասում, հոգնել եմ կրկնելուց, որ դա բացառապես ներ հայաստանյան հարց է,
ներքաղաքական օրակարգ է եւ նաեւ ողջունում եմ այն հանգամանքը, որ նաեւ այլ քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացնում ընտրություններին մասնակցել, համանդրական Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին են խոսում եւ կարծում եմ, որ դա շատ լավ առիթ է նախընտրական քարոզչությունը նաեւ վերածել բանավեճի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Շատ լավ է, որ այդ ներքաղաքական օրակարգը, որը մենք տարիների վեր առաջ էինք մղում, հիմա կարծես թե ընդլայնում է ստանում քաղաքական ուժերի մեջ եւ նաեւ այլ քաղաքական ուժեր սկսում են խոսել դրա անհրաժեշտության մասին։ Ինչ պետք է լինի Սահմանադրության մեջ, դրա մասին է քննարկվում։ Այո։ Հենց հարցը դա է, անկախության հռչակագիրը պետք է լինի կամ հղում պետք է լինի։ Ես նորից եմ ասում, մենք այդ հարցը չենք քննարկել, եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա չպետք է լինի, որովհետեւ այն պատմական փաստաթուղթ է, որի արդիականությունը անցել է, այսինքն այն այլևս արդիական չէ։ Բայց դա չչեղարկվող փաստաթուղթ է։ Այն կա, անկախության հռչակագիր է եւ ինքը մնալու է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Անկախության հռչակագրի չեղարկում, հետ կանչ եւ այդպիսի մեխանիզմ չկա, գոյություն չունի։ Հետևաբար, բայց այն հարցը, թե որքանով է արդիական անկախության հռչակագիրը, եւ ես նաեւ պետք է ասեմ անկախության հռչակագրի իմաստը այն ժամանակ որն էր, հիշում եք, որ նոր անկախացած շրջանում մենք չունենք սահմանադրություն եւ անկախության հռչակագիրն էր հիմքը այն օրենքների, որոնք որ ընդունվում էին պետական կառավարումը եւ քաղաքացի պետություն հարաբերությունները ապահովելու համար։ Այն ժամանակ դա էր։ Հետո երբ ընդունեցինք սահմանադրությունը, ապա այն տեղի շատ դրույթներ, որոնք անկախության հռչակագրում կային, այլևս դարձան ոչ արդիական։ Ես կասեմ ինչ դիտարկումներ ունեմ սրա շուրջ, խիստ բացասական, որովհետև մեկ հարց է, երբ սահմանադրությունը փոխվում է պետության առաջնահերթությունները սպասարկելու համար, նախ եւ առաջ սահմանադրությանը լեգիտիմություն տալու համար, որտեղ ի սկզբանե ինչու ենք ասել սահմանադրություն պետք է փոխվի, նոր սահմանադրություն ընդունվի կամ սահմանադրական փոփոխություններ, որոնք կդրվեն հանրաքվեի եւ ժողովրդի կողմից դրական քվեի արժանանալու դեպքում մենք արդեն խոսենք սահմանադրության լեգիտիմության արձանագրման մասին։ Ինչու՞, որովհետև նախկինում բոլոր հանրաքվեները, որ մենք ունեցել ենք, թե 95-ի հանրաքվեն, սահմանադրության ընդունման վերաբերյալ եւ թե դրան հաջորդող 2005-ի եւ 15 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեները, հանրության լայն զանգվածների մոտ կասկածներ են առաջացնում եւ ըստ այդմ հանրության վերաբերմունքը սահմանադրությանը այդքան էլ լուրջ կարող է չլինել, որովհետև ինքը իրենը չի համարում այդ սահմանադրությունը, իրենից անկախ ինչ-որ պրոցեսի արդյունքում ձևավորված սահմանադրություն է համարում եւ ի սկզբանե նպատակը սահմանադրություն փոխելու եղել է հենց լեգիտիմ սահմանադրություն ունենալը եւ այդ նպատակը չի եղել երբևէ որևէ մեկի հակով նոր սահմանադրություն ձևելը։ Մենք նախկինում ունեցել ենք այդ վատ փորձառությունը կոնկրետ անձի հակով սահմանադրություն ձևելու եւ այս քայլով այս ուժը ցույց է տալիս, որ ինքը չնայած այն պնդումներին, որ որևէ առնչություն չունի այն ուժերի հետ, որոնք որ սովոր էին իրենց հակով ձևել սահմանադրություն, որևէ տարբերություն չկա։ Այսինքն բացի նրանից, որ անձնապես կապված են հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուժի լիդերները եւ լիդերների հետ փոխկապակցված անձինք եղել են անմիջականորեն նախկին իշխանությունների առանցքային դեմքերը, նաեւ արժեքային տարբերություններ չկան, որովհետեւ ինչպես նրանք չէին վարանում ձևեր սահմանադրություն սեփական հակով, այնպես էլ իրենք մտածում են, որ մեկ անձի համար կարելի է փոխել սահմանադրություն Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ էության տապալել սահմանադրական կարգը, որովհետև դա սահմանադրական կոչել այլ կերպ քան սահմանադրական կարգի տապալում ես չեմ կարող։ Եվ ինձ համար շատ ոնց ասեմ, տխուր է
ճիշտ բառ եմ ուզում ընտրեմ, որ իմ զգացողությունների պալիտրան ինքը ճիշտ նկարագրի, որ այդ խոսույթի մեջ մտնում են մարդիկ, որոնք իրենց անվանում են սահմանադրագետներ, եւ այդ նույն մարդիկ, որոնք բայց իրենք դերձակ են աշխատում համատեղության կարգով քաղաքական գործիչների մոտ, որոնք իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով իրենց վրա անընդհատ ինչ-որ շորեր են ձևում եւ կարում եւ այս սահմանադրագետներ գծիկ դերձակները չեն վարանում իրենց իրավաբանական գիտելիքները, որոնք բնավ վատը չեն, այդ բոլոր մարդիկ լավ մասնագետներ են իրավական առումով, բայց ցավոք ինձ համար շատ տխուր է ես կասեի, որ իրենց այդ լավ գիտելիքները իրենք անընդհատ ծառայեցնում են ոչ պետական կարևորության նպատակների համար, այլ միայն սպասարկում են անձնական շահեր։ Սա է, եթե այդ ուժը կունենա ավելի լայն, բնականաբար պետության մասին մտածող, պետության մասին կամ պետական կարևորության հարցերի շուրջ փոփոխությունների առաջարկ, բնականաբար նախընտրական շրջանում կարող ենք մասնագիտական քննարկում ունենալ դրա վերաբերյալ։ Այո։ Երբ ադրբեջանական կողմից են հնչում հայտարարություններ սահմանադրությունը փոխելու, ձեր արձագանքը կարծես այսքան բուռն չի լինում, ինչքան այս երկու օրը։ Մեր արձագանքը ներողություն միշտ բուռն է լինում եւ միշտ ասում ենք, որ դա մեր ներքին գործն է։ Այդ մասին մենք ոչ միայն Հայաստանում ենք խոսում, այլ նաեւ միջազգային ասպարեզում ես ինքս քանի ելույթ նվիրել եմ օրինակ ԵԽԽՎ-ում նրան, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Բավականին բուռն ելույթներ ունենում եմ երբեմն։ Իմ ելույթի։ Շատ լավ։ Հայաստանում հոգեվորականները ցանկանում էին բռնի իրանալ իշխանությանը, ցանկանում էին մարդ սպանել, նշեց այդ թվում իրեն, եւ կամ դատական գործեր, գործընթացներ, գիտեք, արդյոք անհավության կարգավարկածը չքաղթվեց ԵԽԽՎ-ամբիոնից։ Ոչ, եւ ասեմ ինչու։ Երբ ԵԽԽՎ падգամավորներին փորձում են գործիքայնացնել որոշ շրջանակներ, իսկ ասեմ ով է ձեր կողմից մատնանշված անձինք, որոնք որ խոսում են սահմանադրությունը իրենց վրա ձևելու մասին, իրենք վարձել էին լոբիստական խմբեր, առասարակ բավականին զավեշտալ է իրենց գործունեությունը, որովհետեւ անդադ փորձում են ինչ-որ օտարածին տարեր ներմուծել Հայաստան, մեկ հրեա PR-շիկներ, մեկ բրիտանացի լոբիստներ, եւ որևէ մեկի մտքով չի անցնում, որ կարող են հայաստանյան, հայկական ինչ-որ եւ հայ ժողովրդի համար ընդունելի եւ հասկանալի գործիքակազմ կիրառել, այն է ժողովրդից քվե խնդրելը, ժողովրդի վստահությունը ակնկալելը եւ ժողովրդին հիմարի տեղ չդնելը, այդ լոբիստական խմբերը փորձում են ԵԽԽՎ падգամավորներին գործիքայնացնել, այն առումով հաշվի առնելով այն զգայունությունը, որ որոշ ԵԽԽՎ падգամավորներ եւ ոչ միայն միջազգային գործընկերներ ունեն կրոնի նկատմամբ, որը նաեւ մենք ունենք բնականաբար եւ ես չեմ ճանաչում ճիշտ ասած ավելի հավատացյալ եւ հայ առաքելական եկեղեցու նվիրված մարդ, քան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ցույց տալու համար իբր Հայաստանի Հանրապետությունում վարչապետի եւ կաթողիկոսի միջև կա լարվածություն, բայց սրան նաեւ ԵԽԽՎ-ն իր վերջին բանաձևում մոնիտորինգի զեկույցում անդրադարձել է եւ ֆիքսել է, որ խիստ մտահոգված է նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում կան տեղեկություններ որոշ եկեղեցականների կողմից ապօրինությունների, իշխանության բռնի տապալման եւ այլն այսպիսի բաների մեջ, այսինքն իրենք այդպիսի մտահոգություն չեն հայտնել, նորից եմ ասում, այնտեղ բանաձևի մեջ է հստակ նշած, որ իրենց մտահոգում է դա, իրենց մտահոգում է վարչապետի, այդքան եկեղեցու մասին չի խոսքը, վարչապետի եւ կաթողիկոսի միջև
արկա լարվածությունը եւ այն տեղեկությունները, որոնք իրենց ստանում են եկեղեցականների ներգրավվածության մասին այս կամ այն հանցագործության մեջ։ Իսկ Արարատ Միրզոյանը որևէ սխալ բան չի ասել, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի եւ Հայաստանի Հանրապետությունը իրեն կպաշտպանի, նույնիսկ եթե այդ պաշտպանությունը ստիպված լինի անել ընդդեմ եկեղեցականների, որոնք չեն վարանել ելնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն դուք եք խախտում ամեղության կանխավարկածին։ Ոչ, ես դա չեմ համարում ամեղության կանխավարկածի խախտում, դատական որոշում չունենք ում մասով։ Ես մեկ մարդու մասին չենք խոսում։ Առնվազն մեկը ռազմական հեղաշրջման փորձեր արել եւ դատավճիռ ունենք, չէ։ Մյուսների մասով չունենք, երբ կլինի, արդեն կծանոթանանք այդ վճռի բովանդակությանը։ Համենայն դեպս մի բան է դատավճիռը, մի բան է այն փաստերը, որոնք որ մեզ ներկայացվում են, առնվազն ազգային ժողովին ներկայացվել են ձայնագրությունների, սղագրությունների տեսքով եւ հանրությունը նույնպես հնարավորություն է ունեցել դրանք լսել։ Մենք իհարկե կարող ենք մեզ հիմարի տեղ դնել եւ ստերիլ դեմքով ասենք, դե գիտեք, մենք կսպասենք դատավճիռը կլինի, կիմանանք ինչ էր եղել, բայց մենք լսել ենք ինչ էր եղել։ Դատավճիռը կլինի, հասկանանք, որ մասը։ Իսկ մյուս մասերը ինչն էր մոնտաժված կոնկրետ։ Չէ, կոնկրետ ինչն էր, որ այդ չենք կարող ասել, գիտեք, ձայնագրությունը մոնտաժված էր։ Նախ այնտեղ մեկ ձայնագրություն չկար, այլ շատ ձայնագրություններ կային։ Երկրորդ այն, որ իբր մոնտաժված էր, շատ ավելի վատն էր ի սկզբանե, քան մոնտաժված տարբերակը, ավելի լավ էր այդպես մոնտաժված մնար, որ ավելի վատ տպավորություն չթողներ։ Ասվածի առումով այն ժամանակ գոնե միայն մեզ էին պատրաստվում սպանել, այդ մոնտաժվածի այսպես ասած բացահայտման արդյունքում պարզվեց, որ շատ ավելի լայն շրջանակներ են վտանգված Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, եւ ապա ես այդպես էլ չստացա անդրադարձ արձագանք մյուս ձայնագրությունների վերաբերյալ։ Այն մյուսների վերաբերյալ որևէ մեկը չի խոսում, թե բա այն մյուսները ինչ էին։ Ոնց եղավ այն մյուսները, որ տենց եղավ։ Այլ հարցեր չկան։ Շնորհակալություն։